Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր մի քիչ այլ ֆորմատ կլինի, քանի որ ամեն 5 շաբթի օր ես պատասխանում եմ ձեր հարցերին, բայց այսօր կպատասխանեմ հաղորդման վերջում ընդամենը մեկ հարցի, որը որ չափազանց շատ եք տվել դուք, իմ սիրելի բարեկամներ։ Այսօր կխոսենք կարգալուծ եղած տերտերի մասին, այսօր կխոսենք Նիկոլ Փաշինյան, այսօր կխոսենք Վահագն Ալեքսանյան, այսօր կխոսենք Արամ Սարգսյան, Վազգեն Սարգսյանի եղբոր մասին է խոսքը, այսօր կպատասխանեմ Ռուբեն Ռուբենյանին, կխոսենք Իրանի Իսլամական պետության այդ պատերազմի վիճակի մասին եւ կխոսենք, կմեկնաբանեմ ավելի ճիշտ Արման Թաթոյանի ասացի վերաբերյալ, որ ադրբեջանցիները անցյալ տարի առաջ են եկել, ներխուժել են մեր դիրքերից ավելի մոտ են եկել, քան իրենք գտնվել են։ Հիմա բերեք հենց Արման Թաթոյանից սկսենք։ Արման Թաթոյանը երեք հրապարակել է, ցույց է տվել, որ դիրքերում, որ տարածքում ինչ են արել եւ նույնիսկ աժատաժ է ստեղծվել, որտեղ որ ԿՊԱ-կան падգամավորները անգամ ազգային ժողովի դալիճից ասում էին, որ դա լկտի սուտ է, լրագրողներին արհամարելով, անգամ այն ձևի խոսակցություն են, այն ձևի բառեր են օգտագործում, թող այդ Արման Թաթոյանը կպնի իր գործերին, դե բնական է, մարդիկ կուլտուրայից հեռու են, իրենց դահլիճում, իրենց տանը, ինչպես որ խոսում են, այդպես էլ խոսում են ազգային ժողովում։ Ես այս հարցի ոչ 100%-անոց տեղյակ չեմ, ճիշտ է ասում Արման Թաթոյանը, թե ճիշտ չի ասում, սրանք են ճիշտ ասում, թե սրանք չեն ասում, բայց մենակ մի բան եմ ասում, սիրելի բարեկամներ, որ ձեզանից հեռու չի պարունեք եւ տիկնեք ԿՊԱ-կաներ։ Նեն չի որ տալը ձերը չի, դուք տալիս եք լրիվ ամբողջովին ամեն ինչ։ Բացի աթոռից դուք տալիս եք ամեն ինչ։ Ձեր տալու տեղը ես զարմանում եմ, թե ինչպես դեռ չի ցավում։ Այդ ինչ որ վերաբերում է Արման Թաթոյանին։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ ժողովուրդ ջան։ Վարչապետ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի թիվ 1 պաշտպանն է, այլ նաև եկեղեցու թիվ 1 պաշտպանն է այսօր։ Եկեղեցին պետք է փրկել եւ պաշտպանել կտրիչ Ներսիսյան, այս Ներսիսյան կլանից, այս Գարեգինից, իր եղբայր Եզրասից եւ նրան շուրջ մի 10 հոգի գործակալ եւ չեկիստներից, ովքեր ուզուրպացրել են մեր սրբություն սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, վարչապետի ոչ մի քայլ Էջմիածնի կամ Մայրաթորի դեմ չէ, այս խունտան, Գարեգինի կտրիչի խունտան ծառայում է օտար երկրի, նրանք հավաքագրված գործակալներ են, վարչապետը ունի անսահման անասելի մեծ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների առաջ եւ հասկանում եմ, որ նա բացեիբաց չի կարող ասել, որ Գարեգինը կտրիչը գործակալ է, քանի որ ինքը Հայաստանի ղեկավարն է, առաջի դեմքն է, նա պետք է դիվանագիտական խողովակները բաց պահի Հյուսիսի հետ եւ հարաբերության մեջ լինի։ Այդ տերտեր կոչեցյալ։ Հիմա ուզում եմ հարց տամ քեզ, դու ինչի ես քաղաքականացնում եկեղեցին։ Ես հիմա քո հետ չեմ խոսում որպես հոգևորական, դու հոգևորական չես, դու քաղաքական գործիչ ես, ու ես քեզ պատասխանելու եմ առանց դուքով խոսալու, այս սև չադրա հագած, ոնց որ դու կաս։ Այդ որ մեկը գործակալ չեք որդ է։ Ուղղակի տարբեր երկրների գործակալ եք։ Ես Գարեգին բեի մասին չեմ լսել, բայց ձեր մասին, ձեր լիքը որտես այդտեղ կաք, 100%-ով լսել եմ, սա կյանքերտե եղել եք գործակալ։ Հիմա ասենք թե կարող է պատահի Թուրքիայի գործակալ եք, ոչ թե կարող է պատահի հաստատ։ Թուրքիայի Ադրբեջանի գործակալ եք, քանի որ այսօր դուք հելել եք մեր եկեղեցու դեմ, որը որ թելադրում է Թուրքիան եւ Ադրբեջանը, այլ փաստեր պետք չեն ինձ։ Որպես քաղաքական գործիչի, որպես կուսակցության ղեկավար, այլ փաստեր պետք չեն։ Այն մարդը, ով հելում է եկեղեցու դեմ, ով քարոզ արշավանում մեր եկեղեցու դեմ, դա Թուրքիայի Ադրբեջանի գործակալ է, քանի որ նրանք են թելադրում այդ պայմանը։ Իսկ իմ կողմից ասեմ հետեւյալը. այդ ձեր 8 հատ եք, 9 հատ եք, 10 հատ եք, քանի հատ եք դուք, ուրիշ բան չեք։ Ռուսերեն ասած դուք վեզ չեք, դուք հատով են ձեզ հաշվում։ Դուք
այդ ինչեր եք արել, որ ձեր կուլտուրական արտահայտվեմ հետույքները այդքան քաքոտ ա, որ ձեզի քպականները բռնել են ձեր հետույքից ու բաց չեն թողում։ Այ գործակալը դուք եք, իսկական 100%-անոց 8 թե 9 թե, քանի որ հանգարց որ դեմ խոսացիք, կառավարությունը վարչապետը ինքս մտածում է երկրի մասին, եկես ասեմ, հետո է մտածում, այդպես քանի հոգի եք այդ խելքին մտածողներովդ, այսօր ձեներդ կդրեք վերընկեք տեղերը մինչև ամսի 8 հունիսի, այ 8-ին մենք ձեզից բոլորովդ զբաղվելու ենք, անխտիր ենք զբաղվելու, ու դուք որպես ազգի դավաճան նստելու եք ընդե, իսկ Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով ձեր վրա կոմպրոմատները կփոխանցի մեր KGB-ին։ Եղավ, սաթրվեք տեղերդ, ու հանգարց եկեղեցու վրա մի ծպտուն չանեք։ Հիմա երկրորդը ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյան, դուք էլ փորձանք ունեք մեր ժողովրդի գլխին բերելու։ Ինչ գործ ունեք Վրաստանի Հանրապետության հետ։ Դուք ճանաչում եք Վրաստանի Հանրապետության, Տոյեսիմ սահմանները, իրեն, ես շատ գիտեմ, ամբողջությունը, մյուսը։ Վրացին ինչ արեք քեզի, Նիկոլ Փաշինյան։ Չնայած դուք Արցախը չկարացաք ճանաչեք 4 կառավարություն, Հայաստանի Հանրապետությունները 4 կառավարություն, Չարաբաստիկ Լևոնը, ձեր քաղաքական պապան, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դու 4 տեղ չճանաչեցիք Արցախ, այսօր գնացեք Վրաստան ես ճանաչում, հա, տարածքը, Վրաստանի տարածքն է ճանաչում, հələ սրան նայի։ Նիկոլ Փաշինյան, ինչի եք բզբզում Ռուսաստանի բիզը։ Ռուսաստանը մի հատ ձեզ խորհուրդ տամ, մի բզբզացեք ընդ, որ հանգարց զարթնավ դրանց արջը, անենց կանցնի։ Այն որ ռուսն ասում է մալենի պակաժեցը։ Ռուսաստանը ճանաչում է Աբխազիան, Ռուսաստանը ճանաչում է Ասետիան։ Դուք էլ ամբողջության սահմանով մեկ տալ ճանաչում եք։ Չեք կարող ձեն չանեք, թե ինադու եք անում։ Որ ռուսը մի հատ կատաղից ես խրած վերքնի լարսով մի հատ իշնի ներքև։ Դրա համար եք անում այդ ամեն ինչը։ Ժողովուրդ ջան, իրա լեզվից ոչ մեկ չի քաշում, ես ուզում եմ դա հստակ դուք հասկանաք։ Այս մարդը ամեն ինչ անում է, որ մի հատ չարիք բերի մեր երկրի գլխին վերջանա էթա։ Աբխազիայում ապրում են 100 հազարավոր հայեր, Ասետիայում նույնապես։ Ինչ գործ ունես։ Թե ստեղ քիչ մորթեցիր, հիմա անցել ես ընդեի ժողովրդին, որ մորթեն։ Այս մարդը ընկել է մեր հայ ազգի հետևից, ժողովուրդ հասկացեք։ Ընկել է մեր հայ ազգի հետևից։ Վրացին ձեզի խնդրել է Նիկոլ Փաշինյան, որ դուք ճանաչեք։ Կամ դուք ով եք, որ դուք ճանաչում եք Հայաստանի Հանրապետության անունից։ Ձեր անունից գնացեք ճանաչեք, ասեք ես Հայաստանի հետ կապ չունեմ։ Ես Նիկոլն եմ Փաշինյան, ես ճանաչում եմ։ Ձեզ ով է այդ լիազորությունները տվել, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից այդ եք Վրաստանի տերիտորիա եք ճանաչում։ Վրացին կոտորվավ մեր տերիտորիան ճանաչել։ Հիմա ձեզի հարց, Վրացին ճանաչել է մեր տերիտորիան։ Վրացին ճանաչել է Ադրբեջանի տերիտորիան, ամբողջ ոնց որ դուք այդ ալավերդի եք անում, հա, ռուսերեն ասած։ Ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք այս մարդու յուրաքանչյուր քայլին։ Նա տանում է կործաման, ասել եմ, ասում եմ եւ կասեմ։ Հաջորդը Վագն Ալեքսանյան։ Առանց այս Վագն Ալեքսանյան ես չեմ կարում, ժողովուրդ ջան։ Վագն Ալեքսանյան տեսեք ինչ է ասում։ Քոչարյանական падգամավոր Քրիստինե Վարդանյանը քիչ առաջ ամենահնարավոր ուղիղ կերպով հաստատեց ընտրություններից հետո անդիմությունը միավորվելու է, Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը միավորվելու են։ Մյուս անդիմադիր ուժերը Ծառուկյանը, Թաթոյանը, այս մեկը, այն մեկը միավորվելու են։ Սրանցից յուրաքանչյուրին ուղված յուրաքանչյուր քվեա լինելու Ռոբերտ Քոչարյանի։ Մարդը ուղիղ ասեց, մի բան էլ ասեց, սկզբից ասում եմ, հետո չասեք, թե չեմ ասել։ Հնարավորինս ուղիղ։ Թող փորձեն մնացածները հերքեն սա, բայց սա անհերքելի է այլևս։ Սա արդեն հաստատված փաստ է։ Դիտեք տեսանյութը։ Որտին եք խափում, դեմից չեք ասում, որ միավորվելու եք եւ Դեմից ասում եմ միավորվելու է անդիմությունը։ Քոչարյան Դեմից ասում եմ միավորվելու է։ Քոչարյան Սամվել Կարապետյան միավորվելու է։
Ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը ոչ մի գաղտնի բան սցենարներ չի խաղարկում, շատ պարզ ելակետից ենք ելնում, ասում ենք հետևյալը. այս պահին որևէ ուժ չունի մեծամասնություն եւ չի կարող միայնակ այս իրավիճակը փոխել։ Ակնհայտ է, որ ինչ որ պահի ուժերը պիտի համագործակցեն։ Գիտեցիք, դե հիմա խնդրում եմ հնարավորինս տարածեք այս տեսանյութը, որպեսզի սրա մասին իմանան բոլորը, որ հանկարծ ինչ որ մեկի համար անակնկալ կամ հարցական չլինի։ Մարդիկ իրենց բերանով ասում են իրենց պլանների մասին։ Տարածեք տեսանյութը։ Վագն Ալեքսանյան, դուք որտեղ տեսաք այդտեղ հոլոված Ռոբերտ Քոչարյանի անուն։ Նախ, ես ձեզ ասեմ։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, դրանք բոլորը ասել եմ եւ ասում եմ, շարունակում ասեմ, նույն խմորն են, նույն չարվորակ ուռուցն են հայ ազգի մարմինի վրա։ Բոլորին պետք է անհապաղ հեռացնել։ Այդ ինչ որ վերաբերում է դրան։ Ուրեմն ձեզի ասեմ Վագն Ալեքսանյան, Հայաստանի Հանրապետության համար առաջի ընդդիմադիրների ընդդիմադիրը, ձախ ընդդիմադիր անձինս ձեր բոլորի նկատմամբ ձեր կպականում դա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունն է։ Ստի են ձեր մտքի ասածը դուք ասեք, ինչ կարայի ասեի, թե մենք համախմբվելու ենք ընդդիմությունով։ Դուք ինչի եք բոլորին տանում կծում միտեղ, դուք ուրիշ թեմա չունեք խոսալու, դուք չունեք ուրիշ թեմա խոսալ ուղղակի, հասկանում եք, ես ձեզ ասում եմ մեկ անգամ եւս բացադրում եմ, Վագն Ալեքսանյան, եթե կա ինչ-որ մի ընդդիմադիր ուժ, եթե դուք ունեք հստակ ինֆորմացիա, որ դրանք նրա հետ է կապնում, նրա հետ է կապնում, հետի կարակ ասեք, դուք բոլոր ընդդիմության ինչ եք խառնում։ Ինչու եք խառնում բոլոր ընդդիմությանը եւ սարքում եք ընդդիմադիր ուժերին լցելով մի ամանի մեջ, որ տեսեք բոբոյա Ռոբերտ Քոչարյանն է գալի։ Ռոբերտ Քոչարյանին դուք եք պահում եւ նա նախկին չի, նա ներկա է, քանի որ մենք պարլամենտական երկիր ենք, իսկ նրանք ոչ բարով ընդդիմություն են։ Ընդդիմություն բառը գիտեք, չէ՞, խոշոր ճակերտների մեջ պարլամենտում, եթե նրանք պարլամենտում են, ուրեմն նրանք նախկին չեն, նրանք իշխանություն են։ Վագն Ալեքսանյան, մյուս անգամ բլթացնելուց մի հատ ուղեղներդ մի հատ թարմացրեք, նոր խոսացեք։ Ձեր այդ էփած ճաշը, որ մի անգամ ժողովրդին կերծրիք, էլ չի անցնելու, քանի որ նախկիներ չկան։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ժողովուրդ ջան, ինչ վերաբերում է իշխանությանը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Բազմաթիվ անգամ ասել եմ, ընդդիմադիրների 99%-ը դա լափամանից կդրած նախկին իշխանություններն են։ Այդ ոնց ալին, որ հենց լափամանից կդրում են, բոլորը դառնում եք ընդդիմադիր։ Բոլորը դառնում եք ընդդիմադիր, լափամանը կդրվա, փողը չեկավ, թալանը արդեն չեկավ, դառնում եք ընդդիմադիր։ Ուրեմն հարց եմ տալի թե իշխանությանը, թե ընդդիմադիր ուժերին։ Ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Մի հատ բան խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, մի հատ բան, եթե կա մեր կուսակցության վրա, մեր կուսակցության անդամներով, խնդրում եմ հրապարակեք, ով որ է չհրապարակի ամոթելի իրաց։ Ինչ որ կապ մեկն ու մեկի հետ, ինչ որ մի երկրի հետ կապ, քանի որ մենք կներեք 1000 ներեգություն ժողովրդական լեզվից վրա, սա 17.5 պլյուս թող լինի, փաթթած ունեմ Ռուսաստանն է, Եվրոպան է, Ամերիկան է։ Այսօր իմ հայազգս կործանվում է։ 70 տարի սոցիալիզմով ապրած երկիրը ամենալավ հանրապետություններից մեկը նախկին խորհրդային միությունում, այսօր դուք կանգնեցրել եք կործանման շեմին։ Եղավ Վագն Ալեքսանյան, մեկ լվացվեց նոր խոսած Վագն Ալեքսանյան։ Սա Վագն Ալեքսանյանի պահ, ժողովուրդ ջան։ Հիմա Ռուբեն Ռուբենյան, 3 չառաջ օրը այս Ռուբեն Ռուբենյան ասում է, TikTok-ում պատահական հանդիպեց այն պահը, որ մեր տարածքի կողքերը ամենտեղ պատերազմ է, իսկ մեր վարչապետը ուտում է կարկանդակներ։ Ոչ մենակ կարկանդակ է ուտում Ռուբեն Ռուբենյան, նաև կուկուռուզ է կրծում ձեր վարչապետը։ Բայց դա մենակ կարա գիտեք ով անի, այն մարդը, որ պատկերացում չունի քաղաքականությունից եւ պատկերացում չունի պետականությունից։ Քանի որ եթե քո կողքը հրդե է, դու պետք է մտածես քո ժողովրդի մասին։ Չնայած դուք չեք մտածում, քանի որ դուք այդ ուղեղը չունեք, պարոն Ռուբեն Ռուբենյան, որպեսզի այդպիսի բաներ մտածեք, փաստ հիմա ապացուցեմ։ Ժողովուրդ ջան, դուք գիտեք, ես ինչ խոսում եմ, հենց այդ չեմ խոսում։ Խնդրեմ, այս տեսա հոլովակը։
Այսօր Դուբայից վերադարձող հայրենակիցների մասին ենք ուզում հարցնել. ինչ արժեն տոմսերը, մեզ կարող եք ասել, ու այսօր երեկոյան ժամը 19:00-ի համար 492,000 դրամ։ Ինչու այդպիսի բարձր գին։ Ֆուլայվանից դա հարցրեք։ 492,000։ Այո, Իսկ տոմսեր մնացել են։ կան։ Մեզ ասացին, որ գները աստիճանաբար բարձրանում են, 900 եվրո է հասել, հետո բարձրացել է մինչև $1500։ Նայեք թե ինչ է ոնց է, չգիտեմ, մեր տրամադրված է այդ գնով տոմսը վաճառելու, մնացածը արդեն ագանքայության հետ։ Ամբողջ ընթացքում այս գներով եք վաճառել տոմսերը։ Այո, Իսկ վաղը վերադարձող ինքնաթիռի համար ինչ արժեք է սահմանված։ նույն գինն է։ Նույն գինը։ Լավ, դա նշանակում է, որ ամեն դեպքում բոլորը չեն, որ ի վիճակի են եղել այսօր վերադառնալու եւ գումար չեն ունեցել, ոնց հասկացա։ Ես բան չասացի, թե բոլորի մնացած հետ կապ չունեմ ես։ Իսկ քանի տեղի համար է առաջարկվել։ Քանի տեղ ունի ինքնաթիռը։ Ինքնաթիռը 170 տեղ է։ Եթե չեմ սխալվում, այնտեղ 450 հայ է մնացել։ Չգիտեմ քանի հայ է մնացել ոնց է ճիշտ։ Եվ ամբողջ տոմսերի 50 կամ 60%-ն է իրացվել դեռ։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ռուբեն Ռուբենյան, самолетը դադարք ինքնաթիռը Դուբայից գալիս է։ Տոմսերն է $1500, մարդիկ փող չունեն, որպեսզի գան հասնեն իրենց տներով։ Այնտեղ էլ կրակում են, այնտեղ ռոմբակոծում են։ Այդ ինչ եք անում, կարկանդակ եք ուտում, եւ դա խաղաղություն է։ Ռուբեն Ռուբենյան, խորհրդային միության տարիներին, երբ ես պատանի տղա էի երիտասարդ, եւ ժամանակ մենք ապրում էինք Օմսկի օբլաստ, Օմսկի նահանգում Ռուսաստանում, այսինքն խորհրդային միության տարիներին։ Բայց միշտ նոր տարվա դեմ գալիս էինք մեր տատիկ պապիկներին տեսնելու։ Եվ գիտեք ինչ էր կատարում, մեծ հերթեր էր լինում Դամադեդովը, Շերեմետևը, Վնուկովը օթանավակայաներում։ Եվ 1000 ողորմի ձեզ Կարեն Սերոպիչ Դեմերճան, Կարեն Սերոպիչը բորտեր էր ուղարկում մեր ժողովուրդը, որպեսզի չմնան նոր տարին չանեն դրսերում։ Հիմա մարդիկ յուլի ու հրետանու տակ են, դուք դրել եք 1500, դուք անգամ այրան վրա եք արդեն փող աշխատում։ Այդ ձևի դուք ձեր սրբությունը կորցրել եք, կուկուռուզ եք ուտում եւ կարկանդակներ ձեր ասած։ Ժողովրդին հետ բերեք։ Պարոն Սուքյասյանին ասեք մի քանի հատ սամալյոտ տրամադրի, ժողովրդին գոնե իրենց չնչին գումարով հետ բերեք, չենք ասում ձրի։ Սա Ռուբեն Ռուբենյանի հակով։ Ժողովուրդ ջան, Իրանական իսլամական պետությունը այսօր իրեն պահում է արժանապատիվ։ Տեսեք ինչ է անում։ Ամերիկայի, Իսրայելի, ելի մի քանի հատ երկրների դեմ պատերազմ է, հետմահու պատերազմ է տալի։ Հետմահու, Նիկոլ Փաշինյան, ԿՊԱ-կաներ սովորեք ոնց են երկիրը պահում, ազգովի ոնց են պահում։ Գիտեք ինչի ազգը իրանց պահում։ Հերթով է սպանելով գալիս են, հերթով սպանելով գալիս են ղեկավարությանը։ Սրանց սպանում են նայադառնում, նրանց սպանում նայադառնում։ Սպիտակ դրոշ չեն բարձրացնում, բարձրացնում են կարմիր դրոշը, այրան դրոշը եւ արդեն բարձրացրեցին սև դրոշը, ջեհադի դրոշը։ Քանի որ ազգը տենում է, որ իրենց ղեկավարությունը անկոտրելի են։ Իսկ դուք դավաճանեցիք մեր բանակը, դուք դավաճանեցիք մեր ազգին եւ դրա համար եղավ նա, ինչը որ եղավ։ Եղավ պարոնայք ԿՊԱ-կաներ։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, Չինաստանը, խնդրեմ այս տեսահոլովակը դիտենք։ Տեսակ ժողովուրդ ջան, Չինաստանը ուղարկում է օգնություն, իսկ եթե մտնում է խաղի մեջ Չինաստանը, այս պատերազմը դեռ շատ երկար կտևա։ Իսկ եթե այդ պատերազմը շատ երկար տևեց մեր սահմաններին մոտիկ, ուրեմն դա ուզի չուզի կամ ուզես չուզես կանրադառնալու է մեր պետականության վրա, մեր Հայաստանի Հանրապետության վրա եւ մեր քաղաքացիների վրա։ Իսկ սրանք ուտում են կարկանդակներ եւ կրծում են կուկուռուզներ եւ դրանով հպարտանում են, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Սիրելի բարեկամներ, վերջում հարցի պատասխանը, որը որ ուզում էի հարցերը, որ նայել էի, ամենաշատ հարցերը տված էր, ձեզանից շատերը տվել են հետևյալ հարցը. Պարոն Ֆարմանյան, մենք լսում ենք ձեզ, մենք տեսնում ենք, որ դուք ասում եք
դուք ձեզ չեք տեսնում վարչապետի աթոռին, բայց ինչի համար եք անում այս ամենը եւ ում եք աջակցելու, եթե աջակցելու եք։ Ուրեմն սիրով պատասխանում եմ այդ հարցին, սիրելի բարեկամներ։ Բազմաթիվ անգամ իմ հարցազրույցներում ես ասել եմ, որ տակն ու վրա եմ արել քաղաքական դաշտը, տակն ու վրա եմ արել։ Սիրուն, ակուրատնի խոսում են, հենց մի հատ փորում ես, ինչ որ մեկի ակաջները այնտեղ երևում է, թե Լևոնի, թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե սրանք որ լրիվ ցեց են։ Ուրեմն 3 տարվա ընթացքում ես հետևում եմ եւ հետևել եմ մի ազնվորության, երիտասարդ ազնվորության, որի անունն է Նայիրի Սարգսյան։ Բազմաթիվ անգամ ասել եմ։ Նայիրի Սարգսյանը դա Հայաստանը, ես եմ նախաձեռնության ղեկավարն է, երիտասարդ, որը ունի դոկտորական կոչում տնտեսության եւ իրավաբանական գիտությունների դոկտորի տեխնացու է, բազմակողմանի զարգացած հայամետ տղա, որը շատ է սիրում իրեն հայրենիքը, շատ է սիրում հայ ազգը եւ գիտի Հայաստանում որտեղ ինչ կա եւ գիտի լուծումը, բառերով լուծում չունի, փաստերով ունի լուծումը, ինչպես հանի Հայաստանի Հանրապետությունը այս ճգնաժամից։ Դրա համար Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, Արթուր Ֆարմանյանը եւ մին կուսակից ընկերները մենք ամբողջովի գալիք ընտրություններին աջակցելու ենք Հայաստանը, ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանին։ Անելու ենք հնարավորը եւ անհնարինը։ Մեկ անգամ եւս ասեմ, ես իմ խոսքի տերն եմ։ Ես իմ կոմունիստական, սոցիալիստական գաղափարախոսությունը դնում եմ կողքի եւ կանգնելու եմ Նայիրի Սարգսյանի կողքին։ Նրա համար, որ ինքը այսօրվա դրությամբ կրում է ազգային գաղափարախոսությունը, ազգի ազատագրելու գաղափարախոսությունը։ Ես կանգնում եմ Նայիրի Սարգսյանի կողքին։ Սիրելի բարեկամներ, ովքեր չի ճանաչում Նայիրի Սարգսյանին, խնդրեմ ծանոթացեք մի հատված իրեն ելույթներից։ Խնդրեմ։ Մեր ուժը Հայաստանի ԵՍՄ ունի կարճաժամկետ հռչակած գերական նպատակ։ Դա հունիսի 8-ին արթնանալ առանց Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Եվ գնում ենք իրատեսական ծրագրերի հետևից։ Համարում ենք, որ պետք է լայն կոնսոլիդացիա տեղի ունենա, ընդ որում շատ դեպքում մարդիկ սա անցալում են, որպես որ բոլոր ընդդիմադիր ուժերը միասին պետք է մասնակցեն։ Դա անհնար է։ Դա չի ընդհանրում ամենայն դեպս, դա նույնիսկ խոսույթ եւ նույնիսկ ընտրված ռազմավարություններն ու մարտավարություններն են ընդհանրում կոնսոլիդացված մասնակցություն։ Ժողովուրդ ջան, այսօր ուզում եի ասեի այս կանը, գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքը, գեցե Արցախահայությունս, գեցե Ջավախքահայությունս, գեցե Սուրբ Մասիս լեռս, գեցե մեր ավակ քույրեր եւ եղբայրները, տատիկ եւ պապիկները ձեր ցավը տանեմ, պինդ եղեք, ամուր եղեք, առողջ եղեք։ Գեցե մեր առաքելական Սուրբ եկեղեցին։ Ժողովուրդ ջան, դուք էլ պինդ եղեք, ամուր եղեք, զգուշ եղեք, հետևեք իրադարձություններին։ Ես իմ ամբողջ պայքարը մղում եմ նրան, որպեսզի դուք հերթական անգամ չլինեք խաբված։ Սրանք բոլորը մի շայկա են, սրանք բոլորը մի խունտա են, սրանք բոլորը տանում են Հայաստանը կործանման։ Հիշեք դա։ Նայեք այն ուժերին, ովքեր չեն եղել ինչ որ մի ձև կապված թե նախկիների, թե ներկաների հետ, ովքեր չեն եղել իշխանության ղեկին։ Այն ուժերը, այն քաղաքական ուժերը, ովքեր եղել են իշխանություն եւ այսօր խաղում են ընդդիմություն, վստահում եմ, մի վստահեք նրանց, նրանք խաբելու են ձեզ։ Հույսով եմ հանդիպենք, ցտեսություն, Աստված բոլորիս պահապան։